Շատը 10,000 օբշի։ օբշի 10,000։ Սուջուկ վերցեք իմ կողմից կերեք։ Ահա, էս էլ 10,000։ Ապրեք, շատ մերսի։ Փաշինյանը 10,000 կանխիկ վճարեց, թթու լավաշ, թարմ լավաշ, փշատ ու պոպոկ գնեց։ Այս շաբաթ ՔՊԱ-կանների դեպի Սյունիք ճանապարհի առաջին կանգառը Վայոց ձորի Արփի բնակավայրի շուկան էր։ Թեև Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշել էր, որ շուկան Աղավնաձորինն է։ Վարչապետն իր առևտուրն արեց, մյուսներին էլ խորհուրդ տվեց։ Բայց ժողովրդի մոտից առևտուր արեք, հարգելի ՔՊԱ-կաններ։ Այս դրվագը մեր ուշադրությանը դժվար թե արժանանար, եթե Փաշինյանն ինքը բազմիցս չհորդորեր քաղաքացիներին ցանկացած գնումից հետո ՀԴՄ պահանջել։ Հիմա կարող եմ ասել, որ միշտ վերցնում եմ, միշտ։ Չկա տես տարբերակ, որ չվերցնեմ։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ վարչապետը մի բան է ասում, շաբաթ օրը Արփի բնակավայրում այլ բան ենք տեսնում։ Հարկային օրենսգրքով սահմանվում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանը ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում։ Հայաստանում միկրոբիզնեսը հարկային արտոնություն ունի։ Մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը պետական հարկերից ազատված են, բայց հարկերից ազատումը ՀԴՄ տպելու պարտավորություններից չի ազատում։ Վաճառքի դեպքում այն պարտադիր է։ Ու թեև շուկան աշխատում է ՀԴՄ կտրոնով, Փաշինյանն այն չպահանջեց։ Բոլորի մոտ կա ՀԴՄ ապարատներ, իրենք ապարման կտրոն խփում են, հա։ Գիտես, փոթվներ ուղղակի չխփեց կտրոնը, հա։ Եկա։ Նույն շուկայում աշխատող մեկ այլ վաճառող Փաշինյանին իր վաճառքի կետ է տանում ու շնորհակալություն հայտնում հենց այդ օրենսդրական փոփոխության համար։ Միկրոբիզնեսը։ Այո, ես համ կարա։ Բասում են ընդհակառակը փոքր բիզնեսի համար բան չեն կարել։ Ես համ կարացիմ աշխատեմ, համ էլ իմ հիվանդին պահեմ։ Շնորհակալ եմ Ես դրա եմ համար։ շնորհակալ։ Փաշինյանը եւ մյուս ՔՊԱ-կանները, որոնք բազմիցս անզիջում դիրքերից են խոսել ՀԴՄ չպահանջելու մասին, նախընտրական շրջանում կարծես հակված չեն հիշել այդ մասին։ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալա։ Վերցրեք, պահանջեք այդ ՀԴՄ կտրոնը, տեսեք այն գումարը, որը որ դուք տվել եք մեր պետությանը։ Որտեվ ՀԴՄ կտրոնը դպրոց է, մանկապարտեզ է, ՀԴՄ կտրոնը պետություն է, ՀԴՄ կտրոնը անվտանգություն է, ՀԴՄ կտրոնը ճանապարհ է։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար հարկվճարողը տուգանվում է 200,000 դրամ։ Ըստ ՊԵԿ-ի փետրվարի 16-ի հրապարակման 454 հարկվճարողի մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում եւ տուգանքի չափը կազմել է շուրջ 171.1 միլիոն դրամ։ Շատ երկար ժամանակ ես էլ ինձ համար բանը դիսկոմֆորտ էլ ա եղել եւ մտածել եմ, որ լավ, ինչ ՀԴՄ ուզեմ, չուզեմ։ Այս դեպքում Փաշինյանը կարծես ակնհայտ դիսկոմֆորտի մեջ էր ոչ միայն ՀԴՄ պահանջելու հարցում։ Ինչի մեջ եք դնում։ Դնելու եմ տելեֆոնի մեջ։ Այս լավ սուջուկներից էլ օգտվեք։ 2022-ից առևտրի կետերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կամ տրամադրումը։ Փաշինյանը թեև փորձում է խուսափել գնումը տոպրակով վերցնելուց, բայց չի բարձրաձայնում, որ այս դեպքում էլ առերևույթ խախտում կա։ Չէ, լավ էլ այդքան տոպրակ չեմ ուզում բան անենք։ Եթե Ահա։